Այս ջերմ ձեռքսեղմումը օրեր առաջ կայացած ԱՄՆ-ի եւ Իսրայելի առաջնորդների հանդիպումից է։ Ամբողջ միջազգային մամուլը գրում է, որ Նեթանյահուն գնացել էր Վաշինգտոն, որպեսզի համոզի Տրամփին, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ուղիղ հարվածներ հասցվեն, այսպիսով փաստացի պատերազմ սկսելով Իրանի դեմ։ Ի ուրախություն բոլորիս Տրամփը հենց այս նույն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առաջին հերթին պատրաստվում են խոսել, բանակցել եւ չգնալ կտրուկ քայլերի։ Եվ դա է նաև ապացուցում այն փաստը, որ հենց այսօր Հռոմում տեղի են ունենում Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցություններ, ուրեմն այդ միջուկային գործարքի հետ կապված։ Կրկին հիշեցնեմ, որ Իսրայելը ամենաշատն է ուզում, որպեսզի պատերազմ լինի, բայց այստեղ եթե մեր շահերից դիտարկենք, Հայաստանի ապա մեզ ընդհանրապես ձեռնտու չէ որևէ լարվածություն եւ առավել եւս պատերազմ Իրանի հետ, քանի որ շատ հավանական կերպով լարվածություն եւ ռիսկեր կառաջանան նաեւ մեր տարածաշրջանում, մեր թշնամիների հետ։ Այնպես որ պետք է հուսալ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև որևէ երկխոսության արդյունքում կստացվի ինչ-որ մի արդյունքի գալ։ Քանի որ շատ բարդ են հարաբերությունները, հիշեցնեմ, Իրանը պահանջում է, որպեսզի իր վրայից սանկցիաները հանվեն, որպեսզի կարողանա զարգանալ, տարիներ շարունակ նրանք գտնվում են սանկցիաների տակ, ԱՄՆ-ն էլ պահանջում է դադարեցնել միջուկային ծրագրերը, որպեսզի չունենան միջուկային զենք Իրանի ժողովուրդը։ Այս ամբողջ process-ի մեջ, ինչպես ասացի, եթե չստացվի բանակցել, ապա Իսրայելը կսկսի նորից համոզել ԱՄՆ-ին, որպեսզի հարվածներ հասցնեն, փաստացի երրորդ համաշխարհային սկսվի։ Այս ամենը ձեռք չի տալիս Հայաստանին, կրկնում եմ, եւ հուսանք, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում որևէ արդյունք կգրանցվի։